Քանի որ ես կենդանիներին շատ եմ սիրում, հատկապես շներին, այսօր որոշել եմ հետաքրքիր փաստեր ներկայացնել հայկական գամփռի մասին։ Հայկական գամփռ անունը կրող այս ցեղատեսակը հայ ժողովրդի պատմության, մշակույթի և կյանքի անբաժանելի մասն է։ Գամփռը հայկական լեռնաշխարհի բնիկ շնացեղատեսակ է։ Անհիշելի ժամանակներից մարդիկ այստեղ ընտելացրել և օգտագործել են բազմաթիվ կենդանիներ՝ շներ, կատուներ և նույնիսկ որսահալած լուսաններ։ Գամփռն առանձնանում է այս բոլոր կենդանիներից, քանի որ նա մարդուն ուղեկցել է ամենուրեք, հողագործության ժամանակ, որսորդության և կենդանիներ ընտելացնելիս, ստեղծագործելիս, պատերազմելիս և հանգստանալիս։ Այս առանձնահատուկ շնացեղատեսակը, որին անվանում ենք հայկական գամփռ, ձևավորվել է հազարամյակների նպատակաուղղված անխոնջ բուծման, յուրահատուկ բնակլիմայական ընտրության ու արտաքին աշխարհից մեկուսացման պայմաններում։ Գամփռներն աշխատանքային շներ են, հիմնականում օգտագործվել են որպես հովվաշներ, պահապաններ, որսաշներ, պատերազմի շներ, փրկարար շներ։ Մարդկանց հավատն ու սերը հավատարիմ կենդանիների նկատմամբ եղել է անվերապահ և անսահման։ Հայկական բանահյուսությունում միշտ գովերգվել է գամփռը առասպելական խիզախության, իմաստության, ուժի, գեղեցկության, ազնվության և անսահման հավատարմության համար։ Մարդիկ այնքան են կապված եղել շներին, որ ունեցել են իրենց շուն աստվածը՝ Արալեզը, որը կարողացել է լիզելով ապաքինել վերքերը և վերակենդանացնել մարդկանց։ Հայոց ազգի հինավուրց պատմության և մշակույթի մեջ գամփռն ունի իր վաստակած կարևոր և ուրույն դերը։ Հայկական գամփռի ստեղծման և զարգացման ամբողջ ընթացքի հարուստ վկաներն են ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքում ուսումնասիրված ժայռապատկերները, որոնք հիմնականում ընդգրկում են Գեղամա և Սյունիքի լեռները։ 3-7 հազարամյա ժայռապատկերները ուսումնասիրելիս ապշեցնում է պատկերված շների քանակը։ Ավելի ուշ շրջանի ժայռապատկերներում մ.թ.ա. առաջին հազարամյակ արդեն ավելի հաճախ պատկերվում են ժամանակակից գամփռին նման շներ։ Սևանի ավազանում հայտնաբերված դամբարանների պեղումների ժամանակ մ.թ.ա. առաջին հազարամյակ գտնվել և ուսումնասիրվել են շան գանգեր, որոնք իրենց ընդհանուր բնութագրերով լրիվ համապատասխան են ժամանակակից գամփռի գանգին։ Լոռի բերդի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակով խեցեղեն, որոնց վրա պատկերված են գամփռանման շներ։ 2011 թվականի փետրվարի 10-ին Միջազգային կինոլոգիական միության ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքում ճանաչվել է գամփռի ստանդարտը։ Նրան շնորհվել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակը և այն գրանցվել է 204 համարի ներքո։ Բազմաթիվ հետազոտությունները և ապացույցները թույլ են տալիս ենթադրել, որ այս ցեղատեսակը իր ներկա վիճակին է ձևավորվել մ.թ.ա. առաջին հազարամյակում, այսինքն մոտ 3 հազարամյակ առաջ։ Միջնադարի հայկական պատմագրերում կան բազմաթիվ պատմություններ գամփռի օգտագործման, բուծման արժեքի մասին։ 19-րդ դարից արդեն կան եվրոպական ճանապարհորդների գրառումներ, որոնք մանրամասն նկարագրում են հայկական բարձրավանդակի գամփռներին։ Ժամանակակից մեթոդներով գամփռի բուծման առաջին փորձերը սկսվել են 20-րդ դարի սկզբին շնաբույսների կողմից, որոնք ընդգրկելով ամբողջ տարածաշրջանի շների տարբեր տիպերին մի խմբի մեջ, մշակեցին ցեղատեսակի զարգացման ընդհանուր ուղղություններ և կոչեցին այն կովկասյան հովվաշուն։ Այդ տարիներին հայկական գամփռի մեծ գլխաքանակ արտակրվեց Հայաստանից։ Գամփռի անզուգական դիմացկունությունը, հզորությունը, պահապանի բնավորությունը անփոխարինելի էին։ Ներկայիս Հայաստանի Հանրապետությունում գամփռը օգտագործվում է գյուղատնտեսության, հատկապես անասնապահության մեջ։ Գամփռը թափանցել է նաև այլ ասպարեզներ, պահպանում է տնտեսական և սեփականատիրական տարածքներ թե՛ գյուղերում և թե՛ քաղաքներում։ Գամփռի բուծմամբ զբաղվում են շնասերների ակումբները և անհատ սիրողները։